Կրկին երկրաշարժ է գրանցվել Գեղարքունիքի մարզում, այն գրանցվել է Գավառ քաղաքից 13 կիլոմետր հարավ-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Երանոց եւ Սարուխան գյուղերում 2 բալ ուժգնությամբ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է հայկական համալսարանի ունկնդիրների եւ դասախոսների հետ։ Նրան հարցեր են ուղղել Արցախյան պատերազմների, Ղարաբաղյան հակամարտության, Հայաստանում հնարավոր իշխանափոխության, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ փոխհարաբերությունների մասին։ Նշենք, որ ավելի վաղ համալսարանի անդամները հանդիպել էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այսինքն ինչ էր խանգարում, ինչի է դա որոշ մարդկանց հուզում։ Եթե այդ ընթացքում նախաձեռնություն ցուցաբերեր ցանկացած քաղաքական ուժի ղեկավար կամ Հայաստանում կշիռ ունեցող մարդ, ես նկատի ունեմ քաղաքական, էլի ոչ թե ֆիզիկական կշիռ ունեցող, ես անպայման կհանդիպեի։ Ես երբեք չեմ խորշել հանդիպել այնպիսի մարդկանց հետ, ովքեր կարող էին օգտակար լինել կամ օգտակար չլինել։ Իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու համար է, իմ կռիվը Հայաստանում իշխանափոխության համար է։ Այսօր Մոսկվայի օդանավակայանում բերման է ենթարկվել Ադրբեջանի Միլլի մեջլիսի падգամավոր Ազեր Բադամովը։ Նա պատվիրակության կազմում մեկնում էր Աստրախան։ Ռուսական կողմը թույլ չի տվել նրան մուտք գործել Ռուսաստան եւ հետ է ուղարկել Բաքու։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ամենայն հավանականությամբ Բադամովը սև ցուցակում էր հայտնվել Եդինայա Ռոսիայի падգամավոր Նիկոլայ Վալույևին վիրավորելու համար։ Ադրբեջանի արտգործնախարարությունը բացատրություններ է պահանջել ռուսական կողմից, այս որոշումը որակելով ոչ բարեկամական քայլ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է եւ ընդամենը ժամանակի հարց է։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը բավարար ուժեր եւ միջոցներ ունի, որ 2022 թվականին սկսված ռազմական գործողությունը հասնի տրամաբանական ավարտին։ Եմենի հութիները հրթիռակոծել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը, ինչի հետևանքով վիրավորվել է 6 մարդ, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։ Կիրառվել են բալիստիկ հրթիռներ։ Հրթիռակոծությունից հետո միջազգային ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքներն առաջիկա ժամերին։ Ստամբուլի Աթաթուրքի անվան մշակութային կենտրոնից դուրս գալիս հարձակման է ենթարկվել Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելը։ Հրապարակված կադրերից երևում է, որ մի տղամարդ մոտենում է Օզելին եւ ապտակում։ Ընդդիմության առաջնորդի վրա հարձակված տղամարդը բերման է ենթարկվել։ Երկրի արդարադատության նախարարը հայտնել է, որ Օզելի վրա հարձակված տղամարդն ավելի վաղ ցմահազատազրկման էր դատապարտվել իր երեխային սպանելու համար, սակայն վաղաժամկետ ազատ էր արձակվել։ Այսօր ցերեկ նահազանգ է ստացվել, որ 2-ամյա երեխան կորել է Մարմարի գետի մոտ զբոսնելիս։ Ըստ ծնողի հնարավոր է, որ երեխան ընկել է գետը։ Փրկարարներն ու քաղաքացիները հրազդան խոշորացված համայնքի Մարմարի գետի երկայնքով որոնում են փոքրիկին։ Վայոց ձորի մարզում այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Արենիում 34-ամյա տղամարդը բեռնատարով վրաերթի է ենթարկել Մալազիայի քաղաքացու։ Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է։ Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը դարձել է աշխարհի չեմպիոն Պերուում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում։ 96 կիլոգրամ քաշային կարգում հայ մարզիկը նաև 2 փոքր ոսկի մեդալ է նվաճել։ Հանրապետությունում օդի ջերմաստիճանը մայիսի 5-ից 3-ը կնվազի 2-ից 4 աստիճանով, մայիսի 7-ից 9 աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև։